Ես Կարինե Սաֆարյանն եմ, Ստեփանակերտից ամուսնացել եմ, գնացել եմ Ծմակահող, Մարտակերտի շրջանի գյուղ, Ծմակահողում։ Մենք ապրել ենք ոչինչ, տուն ա եղել մեզ, դողոթեթաժնի տուն, եւ մեզ եղել ա կով, ոչխարներ, ամեն ինչ, տունս ամեն ինչ եղել ա, ամեն ինչ պահել եմ, մենք հետո կռիվը սկսել ա, լող թողել ենք, եկել ենք։ Իսկ սեպտեմբերի 19-ին Սեպտեմբերի 19-ին մենք գյուղից հանել են մեզ, հեռացրել են, ասեն տնից։ Երբ պատերազմը սկսվեց, պատերազմը սկսվել ա, մեզ կրակոցել են, ու մենք տեղից մեզ դուրս են հանել ավտոբուսով, բոլորին գցել են մեջը, ասել են երեխայա գինա, դուրս եկեք, դիժբը դուրս գանք։ Հենա դուրս ենք եկել հասել Խոջալով։ 5 օր եղել ենք Խոջալովում, սոված ծարա, գյուղից է դուրս եկել սոված, այլ չի եղել որ հացանենք թխենք։ Իսկ տնից ինչ որ բան։ Տնից ոչ մի բան չենք հասցրել, որտեղ կռիվը սկսել ա, ուժը բամբիտ են արել, կրակել են, մենք չենք արել ոչ մի բան։ Երեխա մի հատ երկու երեխա ամուսնացած են, 3 երեխա ունեմ, աղջիկ երեխեք են, մեկ ամուսնացած է եղել Մարտակերտում, մեկը եղել է Վանքում որ կրակոցել են, ես աղջկաս տեղը չեմ իմացել, Մարտակերտի շրջանում, Մարտակերտում, բուն Մարտակերտում, ճանապարհը փակել են, երեխաս մնացել են դեղ, ամուսինս կռվի մեջին ա եղել, 25 տարի ա մաչինա, այս 25 տարում ինքը այս 23 թիվին, կռվի մաչին 7 օր ես 5 օր 6 օր տեղը չեմ իմացել, ոչ ամուսինից, ոչ աղջկաս, ոչ եմին աղջկաս, մենակ ես փոքր աղջկաս ա ինձ հետ եղել, մենակ իրան ինձ հետ եղել, իսկ մնացած են տեղը 7 օր 5 օր ես չեմ տեսել, իրաց չեմ ձենը չեմ լսել, չեմ տեսել, նրանից հետո ուժը ճանապարհը բացել են, աղջիկս դուրս ա եկել ճանապարհից, բերել են ռուսնեն բերել են, ասկացրել բերել Ստեփանակերտ, եմին աղջիկս էլ դեղից են հանել, բերել են հասցրել Ստեփանակերտ։ Շատ փիս վիճակում ենք եղել, շատ փիս վիճակում։ Ես այլան այս վիճակում ես չեմ եղել, 23 թիվին շատ վիճակ եմ եղել, սոված ծարավ երեխուս վերցրել եմ դուրս եկել։ Ոչ հաց ա եղել, ոչ ուտելիք ա եղել, սոված ծարավ հասել ենք Խոջալով։ 4 օրը Խոջալով պահել են սոված ծարավ, հետո մեզ ուղարկել են Ստեփանակերտ։ Հետո 2 օր 3 օր մնացել ենք, ինքան կացել եմ երեխեքս, ամուսինս եկել են, մի կերպ ամուսինս դուրս ապրել, մի կերպ են կռվի վիճակում, շատ փիս վիճակ ա եղել, շատ փիս։ Ինքան որ եկել ա հասել ա մեր տուն, մեզ վերցրել ա ամսի 25-ին, դուրս ենք եկել դեղ գյուղ։ Դեղ գյուղից էլ եկել ենք հասել Երևան։ Նավ դե ես են եմ գիտում որ սովորյան տունս տուկլոր, ոչ շոր ա եղել հագնենք, երեխաս տուկլոր մի հատ կոֆտա հագին, ես էլ մի հատ կոֆտա, սենց մի հատ տնային շորերով հագել եմ դուրս եկել, ոչ մի բան չենք վերցրել, չենք հասցրել, ինքան որ մեզ փրկել ենք դուրս եկել, ինքան մեր թուրքերից հեռացրել ենք, ինքան որ թուրքերից դուրս եկել։ Դե դա վիճակս է դա եղել, շատ փիս վիճակում ենք 23 թիվին դուրս եկել, շատ փիս վիճակում։ Էն էլ բերել ա մեր փեսան, հասցրել ա, մեկը աղջիկս բանը ամուսինս փեսայից մեքենայում, փեսաս է բարեկամին, ինձ դրել ա բարեկամի մեքենայում, նստել ենք եկել, 3 օր համարյա ճանապարհ ենք եկել ենք, այն վիճակում ասել ենք դժբա այս վիճակից այս թուրքերից անցնենք, ինքան որ հասնենք մեր տեղը։ Նույնը երեխեքս, աղջիկս նստել ա իրանց մեքենան, նստել են եկել հասել են Գորիսին ենք սովորան աղջիկս մնում ա Գորիսում, դե նույն ձևել ա վիճակում ապրում են, մինա Գորիսն էլ ա վտանգավոր, ինքան որ ապրում ա, ինչ անենք, էդ ա վիճակը։ Դե ես մեկն էստեղ չար ինձ հավանում ապրում, մենք էստեղ ջրվեժում։ Այնքան որ չեն կարող ապրենք, փիս վիճակում ենք, ամուսինս մի հատ պենսիա է ստանում, թոշակ 80,000 ինքը եղել է բան, կոնտրակտիկ, պայմանագրային ծառայող ա եղել, 80,000 եկել է, այստեղ ա պենսիա անցել, 80,000 փող են տալիս, էդ ա մեր վիճակ։ Այդ 50-ներն են որ կտրեն, մենք չենք կարող ոչ մի ձևի բարձ տանք, ոչ մի ձևի, ոչ տուն կա, ոչ տուն են տալիս, 50-ներն կտրեն ինչու պիտի ապրեմ։ 8,000 դրամ փող են, 8,000 դրամ փող աստանում էտա ընդհանրեն ինքը, օրվա փողն է էտա։ Այդ պենսիան էլ 150-ն է տանում այդ բարձը փակում։ Համարյա 2,250,000 փող է տալիս բարձը։ Ես էլ հիվանդ մարդ եմ, աշկս վիրահատված, ողնաշարս նորեն վիրահատվել, 3 եմ դուրս է գրվել, լեղապարկս արել են 3 ամիս առաջ, ինձ վիճակ չունեմ որ ես աշխատեմ, մենակ ամուսինս աշխատում, ես չեմ կարող, մի վիճակի չեմ որ ես սովորան ապրեմ։ Հաշի վրա Այն վիճակը չի ես որ ապրեմ երեխուս պահեմ, այն վիճակը չի, 80,000 փող աստանում, 8,000 դրամ։ Մենք պենսիաները պենսիան տալիս եք վարձին, վсё, պենսիաները վարձին եք տալիս։ Խնդրում եմ մեզ օգնեք մի տնով, չգիտեմ, մի բանով օգնեք, օգնություն չեմ ստանում, ես մի տարի հաստատ օգնություն չենք ստանում մենք,
Երկու անգամ տվել են մի շիլ բան, դրանից հետո մեզ ոչ մի բան չեն տվել։ Մի տարի աստղ ոչ շորերից են օգտվել, ոչ վերմակից են տվել, ոչ մի բան։ Այնքան որ ոնց ստեղ մնում եմ իմ արարաուս իմ ունեմ չունեմ էսա ապրում ենք։ Դա մեզ ոչ մի բան օգնություն չեն տվել ստեղ։ Մի տարի աստղ ենք մենք հալա տարուկես հալա մեզ օգնություն մի երկու անգամ տվել են այնա։ Դել ուտելուց։ Այն ոչ մի բան չեն տվել։ Ոնց Ղարաբաղում դուրս ենք եկել տկլոր, մինչև ենք ել տկլոր ապրում ենք ստեղ։ Պես վիճակում։ Փաստորեն վիրահատվել եք դուք նոր։ Հա։ Նոր վիրահատվել ենք, հեսա 3 էի մեզ դուրս կերել է Դողնաշարից, բայց մինչև էդ 3 համես բենեմ դեղապարկս եմ հանել։ Մինչև էդ էլ մի տարի առաջ է, մինչև կռիվը 20 թիվին էլ տեսողությունս եմ վիրահատել աչքս։ Ուզեմ ասեմ, շատ վիրահատություն եմ տարել էլի։ Կուրաղ ենք սեմ եղել, տակարիսա ձերքս եմ կտրել, բանանարել կարեն գցել։ Ուզեմ ասեմ, երեխան բերել եմ, լող օպերացիա։ Ուզեմ ասեմ, ինձ առողջական չունեմ, որ աշխատեմ։ Ամուսինս է, դե ամուսինս է 8,000 չի հիմքում։ Ասում են, պենսիաների բաններ 50 որ տալիս են, ամեն բանի վարձություն։ Եթե ապրիլից 50-ները կտրեն։ 50-ները որ կտրեն, մենք մնալով ենք սոված, չգիտեմ ոնց կլինի, ոնց կապրենք, չգիտեմ։ Իսկ այդ բնակահապահովման ծրագրից հնարավոր է բնակարան ձեռք բերել։ Դե բնակարան ձեռք բերել են, հասնում է մեզ, ես գնացել ենք, ասել են, համ հասնում է երեխոց զոհվածներին, 3 երեխոց զոհվածներին, հասնում է կարգավորներին, որ ես ինչքան գումար պիտի ձեր ընտանիքին 3 միլիոն, մի հոգին 3 միլիոն, 9 միլիոնը ինչ է դառնում, ոչ մի բան։ Գոնե լավ մի քիչ տան, գոնե գարենք մի հատ տուն, մի տուն առնենք, ասում չեմ, պալատներ տանենք, որ երկու մի սենյակ տուն տան մնանք մեջ։ Մինչև երբ, մինչև վարձ պիտի տանք, թանգանոց վարձ, մինչև երբ։ Չգիտեմ, մեր վիճակը շատ լուրջ է, շատ լուրջ։ Հեն ենք էլ մեզ Ղարաբաղ, մենք լավ ապրելիս, փիսա լավ է մեզ համար մեզ մեր արորավը ապրենք։ Դե սորվարան եկել ենք հաշեվարակներս էլ փայ ենք հավաքում, դե մի բան, չեն կարող որ ապրենք, փիս վիճակում ենք։ Ես ասում եմ 23 թվականին ես այս կռիվը շատ փիս վիճակ եմ տարել, շատ ստրես եմ տարել, շատ փիս վիճակում որ ես երեխոց ամուսինիս դու պատկերացրու 7 օր երեխոց չտեսնես, դա ինչ կլինի քո ամուսին դե որ չտեսնես։ Դե այդ մամեդը ինչ ես մտածում, я չկա, я մահացել, ինչ պիտի մտածես դա։ Ուզում ասեմ շատ փիս վիճակ ենք եղել։ Դրից է դուրս գալիս ոչ մի բան, տկլոր։ Նույնը երեխեքս, նույնը ես տկլոր դուրս ենք եկել։ Համ երկու աղջիկս, համ ես տկլոր դուրս ենք եկել, իժգում ես փրկել ենք թուրքերից, դա։ Չգիտեմ, շատ փիս պայմաններում ենք, ու նույնը շարունակում է փիս պայմաններում ապրում ենք, չգիտեմ, ես որ ես վիճակում եմ, չեմ կարող աշխատեմ, չգիտեմ ոնց կլինի։ Իսկ հետ վերադարձի առումով, եթե պայմաններում հնարավոր լինի, ես կուզեմ գնամ Ղարաբաղ, մենք կուզենք, եթե թուրքերը չլինեն, մենք կարենք գնանք, ես համաձայն եմ, բայց որ թուրքերը դեռ լինեն, չեմ կարող թշնամի հետ ապրել։ Ամուսինս Մերուժան Սաֆարյանը 25 տարի ծառայել է Սիրխավանդում, 25 տարի է ծառայում ինքը պայմանագրային է ծառայել ու ինքը ոչ մի բանից օգտվել չի, ոչ մի բանից էլ եկա որ ինքը փաստորեն Արցախյան Արցախի պատերազմում նույնը 3-4 կռիվա եղել, 4 կռվին է մասնակցել ինքը, 4 կռվին, 4-ն էլ ինքը ծառայել է, ու սորվարան եկալ այդ նույն պայմանները մեզ վիճակում ապրում։ Ասում են արցախցիները չեն պատերազմել, չեն կռվել։ Կռվել է, 25 տարի որտեղ է եղել որ չի կռվել, 25 տարի է ծառայել ինքը, 25 94 թվականներ, 92 թվականներին, 20 թիվին, 16 թիվին, 23, 20, սաղ թվերի մասնակցել է, ոչ չկռվել, կռվել չի, ով է կռվել, եթե ինքը չի կռվել, եթե 25 տարի է ծառայել, ոչ չկռվել։